Ararat Bank, աշխարհով մեկ քո Mastercard World Travel Card-ով։ Որովհետեւ ասեցի համակրանք իրար նկատմամբ չունեն, Ես ու դու? հա, հակակրանք է։ Լուր, Ինչի՞ ես թարս պատմում։ Սամոչ։ Օտում եմ քեզ։ Պարոն Միքայելյան, անդրամատն։ Լուսավորում է հաղորդավարին, օդում Կխեղտեմ, ի՞նչը հա։ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Այսօր սիրա շատ հենց այնպես է լինելու, որովհետև տաղավարում Վահե Խանամիրյանը եւ Լիլիթ Մուրադյանն են։ Ոնց եք։ հրաշալի կարոտած այս վայրը։ Միջավայրը։ Միջավայրը, Ես էլ ձեզ եմ կարոտել ու շատ ուրախ եմ, որ այսօր այստեղ եք, միասին վայելելու ենք Անդակ ընկերության զուեգ բնական հյութերը, իտալական հյութերը։ Դուք կարող եք ընտրել, որ համը ես ձեզ հյուրասիրեմ։ Դե լավ, այն մեզ կհյուրասիրի, այդ ինչ կա քո կողմը դրած վարի կողմը։ Նուր կա, սև հաղարջ։ Հա, հաղարջ։ Թե հաղարջ չի։ Հատապտուղներ եւ բան նարինջ։ Ուզում ես հատապտուղներ փորձենք։ Բաքոն ուրաման է։ Քո բաժակը։ Իմ բաժակը այստեղ է։ Ես ինձ կհյուրասիրեմ։ Լավ։ Ես պատրաստ եմ նաև ձեզ հյուրասիրել։ Ոչինչ, մենք ես հյուրասիրեցինք։ Շատ լավ է։ Մենք զգում ենք մեզ ինչպես մեր տանը։ Հենց այդպես էլ պետք է զգալ, հենց այնպեսում, որովհետև այստեղ հիշում ենք այն պայծառ, հա, հյութովանում։ Հա, բավարար։ Իդեպ բնական հյութը 100% բնական բաղադրիչներով, առանց համային հավելումների, գունանյութերի եւ առանց կոնսերվանտների։ Նուրը լավ է։ Ահա։ Լավ որ քաղցր չի։ Առանց շաքարի։ Դե ինչ, սկսենք այն զվարճալի ու ուրախ հիշողություններից, որոնք պահպանում ենք եւ գալիս ենք հենց այնպես ու պատմում ենք։ Նախորդ օրը որ Լիլթին ասացիր որ պետքա պատմություններ հիշենք, ոչ մի բան մտքից չի գալիս։ Բայց հիմա հենց նստեցի այս աթոռի վրա, սկսեցի ինչ որ բաներ ամոթից սկսեցի հիշել։ Բայց ասենց կանես նոր կպատմես։ Եթե զգաս որ ինչ որ բաներ հորինում եմ, հետս կխաղաս։ Ինչ պատմություն նախ ինչ որ բան հիշել է Վահեն։ Օրվանից սկսած ինչ որ սա զվարճալի է։ Շատ ծիծաղալի է սկսած։ Հարսանիքից կա խորանի արչև կանգնելուց մինչև Բայց այդ պատմելու չի։ Չէ, պատմելու է։ Դե նախ Հարսանիքի օրը մենք որոշել ենք դու ես ծիծաղ։ հա իհարկե ես չէ դե այդ բան առաջարկություն բան TV եթեր բան այդ անցնենք որտեվ անենք էլ այդ օրը սկիփ անելու է լավ երիտասարդները գուցե չգիտեմ Վահեն ուղիղ եթերում Լիլիթ 14 թվականին ես ու Լիլիթը միասին վարում էինք հաղորդում ու ոնց որ հանդիպում էինք ու ես որոշեցի որ պետքա ուղիղ եթերում լինի կամ հա կամ չէ Մայ որոշեց ուղիղ եթերում մտնապատմության գրքում հայկական ավելի բարձր ռեյտինգ կունենայինք ունեցանք լավ ռեյտինգ էր ապա հա ագին լավն էր մի խոսքով հետո 4-5 ամիս հետո եկավ հարսանիքի օրը բավար չի ասեր եկավ հարսանիքի օրը այդ օրն էլ որոշել էինք որ այդ շատ լոգիստիկայի հարցեր չունենալու համար միտեղ հավաքվենք, հետո գնանք եկեղեցի։ Արկերպ ասած ամեն մեկը իր տնից, ավտոմեքենայով իր ընկերներով դուրս եկավ դեպի եկեղեցի։ Ճիշտ որոշ։ Մեր հարևանները ծիծաղում էին, ասում էին հարցը չի եկե, վերևից նայում են, չէ, հարսանիքների ժամանակ։ Ասում էին հարցը չի եկե։ Բայց այդ հարցի հարևանները պետք է ասեին Փեսեն չի եկե։ Դե իր հետևից մեծ ավտո էր գնացել։ Մեր պարագայում դες մի քիչ խեցրահարույց էր։ Խավորն է գալիս։ Հա, ճիշտ, բայց հետո գալի ոչ, բայց հետո գալիս են փեսուտուն, չէ, բոլորը։ Խոսքով եկեք ֆիքսենք, որ դուք չեք եկել իմ հետևից։ Հա, օքեյ, դու քո ընթացքով եկար նորմալ էր։ Գնացինք հասանք Էջմիածին։ Ահա մի հատ էլ ծիծաղալու պատմություն հիշեցի դրա հետ կապված։ Ճանապարհին որ։ Չէ։ Գնացինք հասանք Էջմիածին, արդեն մի տեսակ ոնց որ տեսքից ընկել էինք ու հոգնել էինք ու ես էլ տենց շատ չէի հասկանում այս ամեն ինչի համար է կատարվում չնայած որ գիտեի վсё որոշումը կայացրեցա պետք է ամուսնանանք ու երբ որ արարողությունը սկսվեց Սուրբ Ռիփսիմե եկեղեցում էինք ու շատ սիրում եմ այդ եկեղեցին ծնողներս էլ այնտեղ ամուսնացել արարողությունը բավականին երկար էր դրսից եկած հյուրեր ունեինք բոլորը տենց շատ հետաքրքրված ու կարոտած հետևում էին արարողությանը ինչ որ պահի իմ ու Լիլիթի մոտ սկսվեց այդ ցանցար պահը, ես փորձում էի զսպեի, որ տենց ամոթ չլինի ու ինչ որ մի պահի էլ չկարողացա զսպեի, սկսեցինք հերթով փրտկալ, հետո այդ փրտկալը տեղափոխվեց հյուրերի վրա, հասավ
այն աստիճանին, որ քահանան սկսեց նկատողություն անել հարսուփեսային, մի քիչ կարմրել էինք, ամաչել էինք։ Ջոն հորմոն։ Նախ ես կարող եմ սկսել այդ օրը սկզբից, մինչև հասնելը խորին, ես առավոտ արթնացա դուրս եկա սենյակից, լացակումած դեմքով, այսինքն կանգնեցի ասենց տան անդամների դիմացը, հոզեր ներողություն վաճան։ Ասի ես մտափոխվել եմ, ոչինչ։ Այդ ինձ էլ էս ասեն, ինչ որ գաղտնիք ես Ու մի բացում։ լաց, ու ես այնպես լավ եմ հիշում, մորակրոջս դեմքը, ասած նայեց, ասած վաղը ինչ կանես, ինչ չի հետաքրքրում։ Այսօր այնքան մարդ է եկել, այնքան պատրաստություն եք Տարբեր երկրներից։ Այսօր կամուսնանաց։ Վաղը կարաս հետ գստո։ Որտեղ քանի տարի ամուսնացած եք։ 11։ Ահա։ Կա 11 չկա։ Ու հետո արդեն հետ եկանք այդ կետին, հա, ինչ-որ ծիծաղեց։ Մի խոսքով արարողության ամենակարևոր հատվածը, որ քահանան ասում է դու ստրիմ հնազանդ ես։ Մեր աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում այդ բառը ասի, հասկանում եմ, պետք է ասի, բայց Ծիծաղում ես։ չէ ծիծաղում։ Քթիմե չէր ասում, որ ոչ մեկ չլսի։ Շատ հնազանդ էիր։ Նախ ասել եմ, հա, շատ ասեցի, բայց մի քանի անգամ ինչ բան ու հիմա իմ մոտ այդ ուղիղ եթերում էլ ա եղել այդ ապուշ ծիծաղը որ գալիս է ու ինձ որ ասում են մի հատ տխուր բան հիշի, ես այդ տխուր բանը հիշում եմ ավելի շատ եմ սկսում հիստերիկ ծիծաղի, ուզում եմ ուղղակի այդ ամեն ինչը ավարտվի ու որ դուրս գանք, բայց վերջում հա կարողացանք, ես հիշում եմ այն ժամանակ եղբայրներս էին կանգնած ավակ ու papan ու ընդեղից ինչ-որ sense հումոր են անում ու զգում եմ որ բոլորը ուղղակի հիմա sense որ Ցանցար վիճակում ցանցար են։ խնդում են մեր վրա։ Ընտանեկան կյանքը սկսվեց այդ նոտայով, խնդալով։ Հա, շատ լավ, միշտ ուրախ սկսեց, իսկ ուրախ շարունակվեց։ Մեծ հաշվով, հա։ Չէ, դե մենք ոչ մի բանով չենք տարբերվում մյուս ընտանիքներից։ Մեր մոտ էլ են լինում համ հետաքրքիր տխուր ու հետաքրքիր կատաղած բաներ, բայց վերջաբանը հիմնականում դրական է լինում։ Դեռ Բայց դու էլի բան էիր հիշե ճանապարհից։ ճանապարհին Ես մենակ հիշում եմ որ ճանապարհին գնում էինք, տեսանք papains ավտոն կանգնած, այդ ճանապարհին շատ կներեք, բայց հա, վատ տենց վատ չէ, լավ։ դերը խորսի Fast food, հա, շաուրմանոց։ Այն որ դրսում sense Ջուրերի կեսը շարվել էին շաուրմայի հետ։ Ասում ենք, մենք էլ գիտես մանեն նորմալ հայկական քաղքենի հարսանիք էր, երևի 368 մեքենաները անցնում են, ու մեկը տեսանք որ մի մասը կանգնած է, որ չտեսամ ոնց են իրանք շատ կներեք, բայց խեղդում այդ շաուրմաները, ես եմ որ լավ հեսա գնալու էինք ուտեինք։ Հեսա չէ, բայց ահագին հետո։ Բայց ես ինչ էի հիշել նորմալ պատրաստություն էինք տեսել, պար էինք պատրաստել։ Միասին բարել եք, հա։ Միասին, հա։ Հա, միասին։ Այդ հարսի պարը, այլանդ իմ համար այդ հարսի պարն էր, ասեցի միասին բարել եք, որ միասին բարի ենք գնացել։ Կհիշեք ինչ որ բան։ Կարանք բարենք, չէ՞։ Արագ հիշեք, երաժշտությունները։ Հարութի մոտ Թոփալիդիս Հարութի մոտ բարի են գնացել։ Չէ, չեմ կարող ես Հա, հաստատ։ Լիլթի մոտ հետո սկսվեց Վերջակը այդ որ իրան։ փորձեց ինձ տենց ինչ-որ վերջերս պարացնի, հայտնվեցի ես գետնին, մի քանի օր առաջ պոչոկի սպրայ եմ ընկել, դրա համար չէ, բայց նորմալ պարել ենք։ Հա, շատ սիրուն պարել։ Պատտացնելով, տենց գեստը ծանր։ Կարամ YouTube-ում ցույց տամ։ Հա, արի ստեղ ասեմ չեմ հավատում, դու ասես ես քեզ կուղարկեմ։ Արի։ Չեմ հավատում։ Կուղարկեմ լինքերը կդնես հաղորդման մեջ։ Լավ, իսկ համատեղ կյանքի 11 տարիների ընթացքում ճանապարհորդություններ, հետաքրքիր դեպքեր, խայտարակիր։ Մինչև ամուսնությունը ճանապարհորդություն ունեցանք։ Ուր գնացինք, Կրիտ գնացինք։ Կրիտ։ Գնացինք Կրիտ։ Երկուսով, այո, նոր էինք նշանադրվել եւ երկուսով, այո, մենք գնացինք այդպես հանգստանալու, բայց երկարը որ այսպես չձանձրացնենք մեր հերոստատիտող չենք, չէ՞ հիմա ասում, թե YouTube-ը դիտողին։ YouTube-ը դիտող։ YouTube դիտողներին, մեր հետևորդներին։ Վահեն տենց պրպտելու Ոյ, աստվածջանը, ինչ ես հիշե։ Ցանկություն ունի ու սեր ունի, այսինքն օրինակ պայմանական իմ մոտ ամեն ինչը այսպես է։ Նախ մի քանի օր մնացինք, այդ մի քանի օրվա ընթացքում ինչքան ավտոմեքենակար մատնիշով բան վարձակալեցինք, որ մի քաղաքից մի քաղաքը գնանք, լավ տեղը տեղին վայելում էինք։ Բայց ես ոնց եմ անում, օրինակ չգիտեմ, ասին պայմանական սա արժե 100 եվրո, օքեյ, արժե 100 եվրո։ Ոնց։ Վայ պարագամ, առնվազն այդ 100-ը կարող է դառնա 40։ Բայց վերջին անգամ ասես դու մնա համարում, ասած ես գնամ այդ ավտոն վերցնեմ կամ։ Բայց Լիլիթի ծնունդն է։ Պետք է գնանք կողքի քաղաքը, ֆանտաստիկ սիրուն ռեստորան ենք գտել։ Adios Nikolaos։ Նախորդ մեքենան հանձնել ենք, ուրիշ տրանսպորտ է պետք։ Ու ուզեցի այս անգամ ինչ-որ տենց սիրուն հավես ավտո լինի։ Իմ ներվերը, ես նախ բանը, Ասի դու սպասի։ դիֆուզոր եմ արել արդեն։ Հա։ Դրա կադրերն կա։ Դիֆուզոր։ Ասի սպասի, հեսա գնամ ավտոն վերցնեմ գամ, ման։ Մի 10 րոպե։
Անցել է, այտենց արդեն Մոտ ներվա 40 րոպեա չկա։ Բայց հասկանամ, այդ որ թվերներ, որ ինչի է ես քեզ չէի կարողանում զանգել։ Հա, որտեվ ես միշտ ունեմ roaming, ինքը չունի։ Հասկանում ես։ Ինքը կկպտի այն տեղերում կապի, որտեղ կա, հա, Wi-Fi։ Ես իմ roaming-ով նստել եմ։ Շատ հետաքրքիր հարցի պատասխան ես տալիս։ Որովհետև Ես երբեմն կապից դուրս եմ գալիս, այդ մի բան նշանակում է։ Ինչ է նշանակում։ Կապից դուրս գալ։ Ինչ ես դուրս գալի։ Բայց դա պետք։ Դու ինքը կապից դուրս եկավ Հայաստանի Հանրապետությունում հյուպատոսարանով դեսպանատունով։ Մի խոսքով ման գնացել եմ, ավտոն գտել եմ, ընտիր ավտոն գտել եմ։ Գնացել եմ reception Խոսացել եմ։ My husband lost։ Պետքա վերցնեի 2 օրով, վերցրել եմ 4 օրով, ավելի մատչելի, բենզինը մեջը, մի խոսքով որ կարողանանք ամբողջ կղզին պտտվենք։ Աղջիկն էլ մեջ է։ Չէ։ Չէ, չկար։ Հետ եկա հյուրանոցի մոտ, տեսնում եմ հետևյալ տեսարանը։ Լիլիթը հյուրանոցի մուտքի մոտ կանգնած, այդ իր տոնական մեյքափից էլ բան չի մնացել։ Մենակ մազերներ մնացել, շատ սիրուն sense գունգուրիկներ էր, լացած, ներվայնացած, վախեցած։ Քանի ժամ չկա։ Երևի մի 50 րոպե։ Երթվում եմ։ Քո տարբերակը։ Զանգելա, լսի։ Զանգելա Երևան։ Երևանից զանգել են Աթենք, Աթենքից զանգել են Կրիտ, հյուպատոսարան, հայ համայնք, ոստիկանություն, դեսպանություն, բոլորին հասցրել են 50 րոպեում զանգեն։ Բայց նենց ֆանտաստիկ։ Պատմությունը լսի։ Կարճամետրաժ ֆիլմի սցենարը իր համար գծել։ Վահեն գնացել է, խոսացել է, Ծեծել են։ համաձայնության չի եկել, կռիվ են արել, սպանել են, միտե գցել են, հիմա պետքա մարմինը գտնենք։ Վայ, Կիկոս ջան։ Կիկոս։ Բայց չէ, ֆանտաստիկ իրիկն է։ Փոխարեն կմնա այդ պատմության գրքում, ես սիրուն այդ ամբողջը կբեմադրեինք։ Բայց հələ ամուսնացած չէինք։ Դե բաց այդտեղ դրաման տեղ էր էլի հենց կայանում։ Վայ, լավ չէ։ Չէ, լավ, մի քիչ չափազանցրեց այդ մահացել էր մամինը պիտի գտնեի, բայց սկսեցի մտածել երևի մի բան ա եղել, ասեցի տանել են ոստիկանություն, իջել եմ այդ reception, ասում եմ, խնդրում եմ, էլի օգնեք, ոչ մեկ չի օգն։ I'm a celebrity, ինչ ասես։ Չեմ պատմի։ Հետո։ Հա, I'm celebrity, I lost my Կակոս husband։ մենք Hi, չէ։ I'm celebrity, am ինչև մեր գնալը ասել I'm a celebrity in Armenia, ասել են Okay, We're glad bye։ for you in Armenia։ Հենց ուղղակի ինքը ծիծաղեց, ես հասկացա ինչի վրա ծիծաղեց։ Չէ, ես խելոք իջել ասում եի կարող է իմանաք ոնց գտնենք, ում զանգենք։ Մեկ էլ եկավ հպարտ Մուրադի դեմքով, տիպերնես Կաբրիանը կարմիր ավտոն է։ Ես Ո՞վ շատ լավ որ։ Բայց հա միևնույնն է, գնացինք այդ օրը շատ սիրուն երեկո անցկացրեցինք։ Հավես էր, երեխա չկար։ Շատ, ինչ լուր էր։ Խոսում էինք, լսում էինք իրար։ Հա։ Տենց էլ մի պատմություն էլ այդպես։ Իսկ եթերներից ինչ կհիշեք։ Այ եթերներից այնքան այդ նույն էլիցի ցանցառանալու պատմություններ կա լիքը։ Լիլթը մի հատ ֆանտաստիկ էպիզոդ ունի, երբ որ առավոտ լուսոյում հաղորդումը վարելուց տեքստի մեջ մի հատ կտոր կա։ Ասում է պետք տեքստը կարդա։ Պետք է ասի կոկոսի հյութ։ 4 անգամ։ Տեքստի մեջ այդ բառը կրկնում է 4 անգամ ինքը ու ես սենց ժպիտով նայում եմ կամերային։ Եթերում։ Հա։ Ինքը 4 անգամ ասում է կոկոսի հյութ։ 4 անգամ, 4-րդ անգամ ինձ կորցրեցի։ Բայց ես ինչ եմ ինքը խնդում ասում եմ, վայ, հա հասկացանք, լավ ասում, հա։ Ուղիղ եթեր։ Եթերում նկատողություն է։ Հասկացանք, լավ։ Բայց չի զգում ինքը ինչ է ասում։ Հետո որ հետ եմ դրել, ասում ինչ է եղել։ Չէ, այնքան խնդացինք, ինքն է սկսեց խնդալ, մինչև մեր խմբագիր Արայիկ Մարգարյանը ականջը բացեց, գոռաց ականջի մեջ։ Սա դու դոսկը ասել կոկո։ Կոկոսի։ Տենց էլ է դեպքերը, դա առանց Չէ, մի անգամ էլ եթերում էլի հավես դեպք եղավ, երբ որ ծիծաղները իմ մեջ շատ ալին։ Հա, ծիծաղները նոր էի դեռ դարձել հաղորդավար էի, գիտի այնքան երիտասարդ էի, 19-ամյա անմեղ մի դստրիկ էի, փոքրիկ, հայտնվել էի հանրային հեռուստաընկերության գիշատիչների ձեռքերում, բայց դե ու առաջին ուղիղ եթերներից էր ու հյուր էր եկել, ով որ որպես այդպեսին խոսում էր իր բարբառով եւ այդտեղ ոչ մի ծիծաղելու բան չկա, մի ծիծաղի։ Փոքրիկ գյուրզան դեռ չէր զարթնում։ Բայց հիմա ես չկամ։ Այդ մարդը էս խոսում է, դա իր բարբառով է խոսում, ես բացել է էլի մեր խմբագիր Արայիկ Մարգարյանը։ Ասում է ինչ որ տխուր բան հիշի։ Հիմա ես էլ ուսանող եմ դեռ, որ մոտավորապես հասկանաք թե ինչքան դա հին պատմություն է։ Առավոտյան հաղորդման թողարկումները նկարում էին դեռևս Երևան ստուդիայի շենքում, երբ հիմա արդեն այնտեղ եթե չեմ սխալվում լրատվականն է։ Ցուրտ են, որ պետքարան չկար, ոչինչ չկար, ասես նստած դողում էինք ու բացեց ականջս, ասես մի հատ տխուր բան հիշի ու ես ասես հավաքվեցի ու հիշեցի, որ
Մերում չնայեն էլ այս արդյունքը, որ մի քանի օր առաջ մեր փիսիկը Սատկել էր, շատ էինք մենք յան սիրում, սրտի կանգից չկա լիլիթ, սրտի կանգից փիսիկը սատկել։ Ես ոնց եմ, գիտես ոնց եմ փրկացել եթերում։ Ավելի ես սկսեց ծիծաղել, թե լաց։ Միակ ծիծաղում էի գոռալով, միակ փրկությունը այն է, ես մենակ չէի վարում։ Ես ուղակի հանել եմ միկրոֆոնը ու դուրս եմ եկել հետևով, հետո արդեն ուղիղ եթերում տեսախցիկները երկու հատ տենց աշխատեց, մյուս հաղորդավարը իջուրը, այսինքն մոտավորապես այդ 25 րոպե տևողությամբ հարցազրույցը սկսում է 3 հոգով, հետո լինում է ինչ-որ հիստերիկ ծիծաղ, հետո մեկը չկա այն մի հաղորդավարը։ Ես ասացի վերջաս, ես այսօր տուն եմ գնում ու այլևս հետ չեմ գալիս։ Բայց ոնց տեսնում եք չէ։ Մի անգամ էլ մի քանի անգամ էլ մեր հյուրերն են մեզ շատ ուրախացրել։ Կարծում բոլորի հետ եղել է։ Հաստատ։ Ու ես զգում եմ, որ ես ներվերի վրա ազդում եմ, որտեղ ինքը հասկանար, բայց ինչ անեմ, հետո արդեն տենց Մայիսի 9-ի առիթով էր, թե որ առիթով էր չեմ հիշում, մեզ հյուրեր եկե լուսահոգի գեներալ Դալի Բալթայանը։ Հա, որ ուղիղ եթերում զանգ եկավ հեռախոսին, վերցրեց հեռախոսը, պատասխանեց շատ լուրջ, իր գործերը արեց, դրեց, ասես դե շարունակի։ Ինձ դելա, եթերում եմ։ Բայց շատ հնարավոր չէ բան, գախնի բան էր։ Միաժու հանրային է։ Բայց ամենա տենց էպիկ պահերը ուղիղ եթերի, երբ որ ասենք մարդը եկել է հյուր, դե նրբությունները ուղիղ եթեր նկարահանում չեն տարբերակում, չէ՞ բան են ասում, այս մասը մի հատ էլ էլի կրկնենք դե։ Բայց եթերում։ Չենք կարա մի հատ էլ կրկնենք այդ մասը։ Հա, այդ իմ հետ էլ է։ Հա, չէ, եթերները Իմ հետ կազուսներ էլ ա եղել։ Ինչ կազուս։ Օրինակ, երբ որ Արմենիայում էի աշխատում, կարելի է ասել Արմենիա։ Դու ամեն ինչ ա կարելի։ Սա հենց այնպես է։ Okay, Արմենիայում լուրեր էի վարում։ Լուրեր էիր վարում։ Հիշում ես։ Հա, բավական 40 տարի է վարում է։ 40 չէ, լավ, դե լիլի, սպանը իր։ 20 տարի չէ։ Ես 40 տարեկան եմ, Լիլի։ եմ հիշում։ Տես ավելի հին բան ես հիշում։ Շար 21-ով։ Այո։ Մինչև դա Ռուբիկոն չես վարում։ Չէ, դրանից հետո եմ Ռուբիկոն իրանք ենք վարել։ Մի շրջան միասին էինք վարում։ Մալիկ ջանը դուք եք, ես Ռուբիկոնի կրուզովից հետո եմ։ Քեզնից մի պատմություն ունեմ։ Հələ Իսկ դուք պատմեք, ես գա այդտեղ նստեմ դուք պատմեք։ պատմեք։ Ուրեմն Արմենիայում լուրեր եմ վարում, բայց վարում եմ ինձ լավ եթեր չէին տալիս, համարում էին, որ ես չափազանց երիտասարդ եմ ու մազերը սպիտակ չի։ Սուպեր, ասում էին, որ չափազանց սիրունիկա եւ ինձ կանչել էին լուրերի հաղորդավարի հարցազրույցի։ Հա, բայց ասել էին, որ համակրել է արտաքինի։ Չէ, ասել են, որ դու բանը եթե գեներիտ մեջ տենց ճերմակելու հատկություն չունես, ոնց տեսնում եք չունեմ։ Չունես։ Չես կարա վարես ու չընդունեցին գործի մի տարի հետո։ Չէ, մա չի վարում լուրեր, չի սպիտակել, բայց ես լավ ժամեր չէին տալիս, ինձ տալիս էին առավոտն ու կեսօրը, բայց սիրում էի այդ պահին, այդ պահին այդ աշխատանքը սիրում էի։ Ու ահա որ շատ ուզում էի Կիրակնորիա թողարկում անեի մեծ։ Այդ ամենագլխավոր։ Այդ ամենակայֆ թողարկումն էր։ Մի անգամ տվեցին, մի քանի անգամ տվեցին ու ոնց հասկանում եմ եզակի էր թողարկումներից մեկի ժամանակ, երբ որ Արմենիայի տաղավարը սիրուն տաղավար էր, մեծ բացվող LED-ով եւ այլն ու թողարկումը սկսեցի հաջորդ պատվոտկեն անելու ժամանակ պատվոտկայի կեսից այս մեծ պրիբորը, որը լուսավորում է հաղորդավարին, օդում տրակեց ու լույսը դեմքիս վրայից անջատվեց ու սպասում եմ որ պետքա ասեն որ դուս եկանք եթերից կամ չգիտեմ ինչ, ասացի շարունակի։ Սկսեցի մթի մեջ շարունակել ու տենում եմ ոնց է կայծեր տալիս, ինչ որ բաներ։ Հետո մի անգամ եղավ բանում, ֆաստում եղավ ուղիղ եթերում, նստած ենք սենց սեղանա, բոլորս մի հասակի ենք, էլի նույն աթոռի վրա ենք նստած ու փակման ժամանակ ես ու գործընկեր հաղորդավարը Գայանեն իրար կողք նստած ենք ու սկսեց այն Միսթր Բինի ֆիլմը տեսել ես աթոռը բայց կա կարող է ստար այնքան ծիծաղալու էր այսինքն մեկ է սկսում ասես խոսում ասես իջնում ու իջնում եմ մինչև վերջ Սիրելի արուստադիտողներ այսօր պատրաստել ենք այսքանը եւս մեկ անգամ ներողություն տեխնիկական խոտանի համար ամեն ինչ պատահում է Այո, եւ հիշեցնում ենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի որակավորման փլեյ-օֆի 3 հանդիպումներ լինելու են մեր եթերում, այստեղ տարբերակները Այդ ժամանակ է հազիվ եմ պահում Բայց այդ լույսերը պայթելը էլի նույն Երևան ստուդիան լավ չէր գալի վրաց հենց այնտեղից էս ցուրտ էր այդպես էլի մի անգամ լույսը պայթեց ես նույն դեմքով պետքա խոսայր բայց եթերում այդպիսի օրեր ենք ունեցել դժվար ցուրտ եւ առավոտ մթո առավոտ լուսո եղել է տենց էլ է եղել շրջանկար 6-ին էինք սկսում ձմռանը առավոտ լուսո գնալու համար քանիսին են գնում 7-ից կես Երբի 7-ին էր եթերը հիշում եմ մեր հաղորդավարական զույգերն էլ չէ ես
Հա, ես դու Մոշը Հեմոն, հա։ Ես դու Մոշը Էրմինե։ Հա, 4-ով էի։ Սպոցի միշտ տղաները քնած էին, որ այսպես նստում եմ Մոշը։ Դե ասեի արս, հա։ Հիշում ես Մոշը միշտ քնած էր եթե։ Դու էլ չէիր փայլում առանձնապես։ Թարմ գալիս է։ Հետո փոխվեց, հետո արթնացած էր գալիս։ Չէ, հետ չէ, ես մենք էլ այդպես նոր էինք հələ շփվում, նախ շատ էպիկ ու ծիծաղալի էր այն պահը, որ երբ որ սկսեցինք նոր միասին աշխատել, որպես այդպեսին որովհետեւ ասեցի համակրանք իրար նկատմամբ չունենք ինձ մոտ, հա, հակակրանք է։ Լուրջ, ես նույնիսկ գնացել եմ խմբագրին խնդրել եմ, որ այս բան արագ-արագ խոսացող բան տղային հեռացնեն, եւ ես չեմ վայելում։ Ես ու Մոշը նույնիսկ այնպես մտածել էինք ոնց ենք անում, որտեւ եթերաշրջանը որ փոխվեց, պրոդյուսերները ասել էին, որ ինչ որ տես տղա է գալիս նոր մեկ։ Ինձ էս էին անոսել վահին, նորմալ պրոմո են արել ինձ։ Հա, բայց ինչով ջուդլո չեմ, հա, օքեյ։ Բայց դու հայտնի ես այդ ժամանակ։ Շատ, հա։ Նենա, կսը ծիծաղա։ Որովհետև ես ու կսը ճանաչում ենք։ Որովհետև ես ու կսն էինք ես ճանաչում։ Բայց դա արդեն հայտնի է։ Չէ, հա, իսկապես, այդ բան չունեմ ասելու, ես նույնիսկ մենք ամեն դեպքում ինչ-որ տարիքային տարբերություն ունենք, բայց այդ ժամանակ ինքը Մոշը այտենց ես ամսագիրը կար իրանց այտենց սիրահարում ես ինչա պատմում, չի ուզում ասի, որ իմ մեծ նկարը պատին կծրացել է։ Որ ասեմը չեն հավատալու էլի։ Լավ ի՞նչ է։ Չէ, նման չի։ Լիլիթը։ Սուտ ասում։ Փոքր ժամանակվանից։ Երդվեց, ես երդման։ Չես ամաչում։ Բայց խոսքով այնպես չի որ դες համակրանք ունենք իրար նկատմամբ, բայց մի օր իմացանք, պատկերացնում եք, շատ ծիծաղալու, նույն Բաքում ենք ապրում։ Այսինքն այդ պատմական Աբովյան փողոցի ընդամենը մի դալան է մեզ բաժանում։ Դե հիմա չէի ասելու դու մենակ այդ գործի գնա։ Ձմռանը առավոտյան 5:45 գաս ինձ տանես, չէ, եւ շատ ավելի վատ բան էի պատմել։ Ինչ ես թարս պատմում, ես եմ առաջարկել կարասի մեծ գաս։ Հա, լավ, կարաս հետ գա։ Բայց պայման կար դեպի մեզ առավոտյան պիտի իրան արցնացնեիր, բան, որտեղ ինքը զարթուցիչից չէր արտանում, պիտի զարթացնեիր, խնդրեիր, որ ինքը վեր կենա, բան։ Ու մի օր ես չգիտեմ ինքը կհիշի թե չէ, այնքան էին տոժացել, այսպես ասած գիշերը, որ հələ ինձ չի ճանաչում։ Շատ լավ եմ հիշում։ Սենց նստեց եկավ մեքենայի մոտ, սենց այս դու քշել գիտես։ Ես սենց աղջիկի, հա։ Սենց դե քշի ես քնում եմ։ Ու ես այսինքն դու շատ լավ եմ հիշում։ Ու գաղափար չունեմ, քշել գիտի, չգիտի, просто ասեց հա։ Դու քնել ես նենց վատ էի մանե։ Նենց վատ էի, ոնց որ 6-ին եկել եմ տուն, տենց 7-ին տնից դուրս եմ եկել։ Ահա որ էր ուղղակի էլի, տենց օրեր կար ու ընդհանրապես միշտ աղջիկ հաղորդավարները քնած էին։ Այդպես տուժում էին։ Մենք սցենարն էին գրում, մենք հարցերն էինք տալի։ Անուններ խառնելու պատմություններ չի եղել։ Ես եմ դրա չեմպիոնը։ Դու ելը, ես այդ պատմությունն եմ։ Ես եմ դրա չեմպիոնը, երկու հատ նենց ֆեյլ եմ ունեցել եւ եթերում։ Լիլիթն է լավ պատմում։ Պարոն Պողոսյանը եկել էր մեր մոտ։ Նախ որ գնացել է ինտերվյուի Դուրգայանին ասել է բարեձեզ պարոն Թոփչյան ոնց եք։ Այդ հասկանում ես, չէ՞, ինչ ֆեյլ է։ Ինչի։ Տենց, չգիտեմ, մոռացել էի։ Շատ ֆեյլ է։ Բայց դու գիտես, չէ՞, այդ ինչ ֆեյլ է։ Հետո Միքայել Պողոսյանը չխոսաց հետս։ Չխոսաց, չընկալեց։ Ասեց վсё։ Մոռացի։ Ես նենց գերազանցիկ հաղորդավար եմ, որ իմ մոտ տենց բաներ չէր լինում։ Իսկ երկրորդ լինում էր տղամարդուն ասի տիկին ես իմ ինչ։ Այդ ես կասեմ ում ես ասել։ Լավ չէ։ Ասա լավ։ Ուրեմն անուններով չեմ ասի, հրավիրել ենք կամերային երաժշտության տան խմբավար հայտնի մարդու, ով որ ունի շատ գեղեցիկ երկար վարսեր։ Հա, բայց կողքը կին կար, բան նստած։ Կին կար, բայց իրան ասացի։ Ես կնոջն էի տալիս հարցը, դրա համար ասի տիկին, բայց տվեցի մյուս մեջուրի ազգանունը։ Նայում է դեմքին, տղամարդու դեմքին է նայում։ Տալիս է իր ազգանունը, բայց դիմացից ասում է տիկին։ Չէ, ման։ Ու այդ տիկին բարի վերջում հայացքը փոխում է արագնդե, որ բայց ոնց եմ բնացել են ներխություն տիկին ու տվեցի տիկինի ազգանունը։ Մյուսն էլ դե որ Միքայել Պողոսյանը եկավ հյուր, այսպես մի քիչ խոշ տրամադրությունով, չգիտեմ ինչու։ Միքայել Պողոսյանը եւ այս ինձ արեց։ Պարոն Միքայելյան անդրամատիկ։ Այ եթերից առաջ։ Որ իբր ուզում ես ինչ-որ բան անես, որ մարդու տրամադրությունը բացվի։ Ես գիտեմ մենակ իմ հետ է եղել, իմ ծաղելի պատմություններից քո հետ կապված է դա, որ Ռուբիկոն էինք վարում։
մեզ հյուրեր եկել Արմեն Աշոտյան, ով այդ ժամանակ նաև խոսքերի կամ երաժշտության հեղինակ էր ու շատ սիրուն երգեր ներկայացնում ու երբ որ պատրաստվում էինք Կարենն էլ կալի դե, որովհետև ես ու Կարենը շատ արագ դուրս եկանք տաղավարից եւ որ ասեց ձեզ ոնց դիմենք, չէ, ասեցիր մի վարքան Աշոջան, ձեզ ոնց դիմենք, եթերում ասեց Արմեն Այսքան վայվա դեպի շուրջ Ես Միքայել Պողոսյանը մեր գլխավոր օպերատորը դու վազեցինք տաղավարից, որտեղ լացում էինք։ Ու Արմեն Աշոտյանը։ Շատ գնդալ։ Բայց դուք չեք պատկերացնում այդ ինչքան ահավոր տհաճ իրավիճակ է այդ սխալը անող մարդու համար։ Դու չգիտես էլ ինչ անես, որ այդ իրավիճակից դուրս գաս։ Ինչ եք թողել մենակ։ Մի հատ էլ ֆանտաստիկ բան ա եղել իմ մոտ եթերում, ուղիղ եթերում, քրոջս հետ էի Ռուբիկոնը վարում։ Ուղիղ եթերում կարմրուկ եմ հիվանդացել։ Հա, վայ մաման ասում է։ Երթվում եմ, եթերում երևացել է, ոնց է վրես դուրս տալիս։ Իմ այդ եթերում ինչ ասել է։ Գուգարկ ճամբարի եկեք գնանք։ Դե ինչ ասեմ, իմ մանկությունը, իմ կյանքի զգալի հատվածը անցել է, եթե ոչ ճամբարում, ապա ճամբարի հետ կապված։ Մանկությունը անցել, ընտանիքս այնտեղ կազմա մեծ ընտանիքս, մաման ու պապան այնտեղ են ծանոթացել, մենք ենք այնտեղ ծանոթացել։ Այո, կանաչ գոտի նախագիծ ֆանտաստիկ օրեր են անցել ու դեռ անցնում են։ Գուգարկ ճամբարը կա, գործում է, զարգանում է։ Բայց հիմա պատմելու ես էպիկ պատմություններ։ Չունեք պատմություններ։ Կանք ինչ որ դժբախտ դեպքեր ունենք, բան, ասենք Արչայի չէ, Անտարից բան, տես բաներ։ Բայց այդ շատ վաղուց է եղել։ Ես երեխա եմ եղել։ Եղնիկա եկե այս տարի ձմեռը։ Եղնիկը հետաքրքիր չէ, Արչն է հետաքրքիր։ Ես շատ փոքր էի։ Լավ չեմ հիշում դեմքով, բայց հաստատ տեսել եմ։ Արչին դեմքով չես հիշում։ Չեմ հիշում, բայց որ տեսնեմ կարող է ճանաչեմ։ Մի անգամ ճամբարը հենց անտառի մեջ է։ Ու սարից Արչի իջնում է ճամբար, մտնում է նվագախմբի տղաների սենյակ։ Լուրջ է սա։ Հա, ֆանտաստիկ է։ Այսինքն մտնում է շենք ու շենք մտնում է շենք, գտնում է սենյակ, մտնում է շենք ու մտնում է սենյակ։ Որովհետև կերակուր էին բերել, թողել էին հոտի վրա եկել էր։ Բայց ոչ մի դժբախտ բան չպատահեց։ Հա, չէ, դե հիմա ինչ դժբախտությունը լինելով մեկին հոշոտ է։ Ինչ արեցին։ Աղմուկից փախավ։ Հա։ Տենց։ Չգիտեմ ինչքանով է էպիկ։ Չէ, բայց հետո քրքիրո։ Չէ, ուզում պատմես Չիկագոյի գողությունների մասին։ Ինչ գողություն։ Լիլթը հայտնի հանցավորական բան ունի։ Չեք տեսել մասին սերիալ։ Ամեն անգամ որ երկրից դուրս են գալիս, Եվրոպայի ուղղությամբ կամ նահանգների ուղղությամբ, Լիլթը լարված նստում սպասում է, որ այդ immigration-ը անցնելուց իրան բռնելու են։ Որովհետև մի 5-6 տարի առաջ Լիլթի հետ Չիկագոյում 7 ինչքան 7 տարի առաջ Լիլթի հետ Չիկագոյում մտել էինք ինչ-որ խանութ, մոլ, մեծ։ Ինչ ես դարել։ Պայման չած։ Շրթներ, այսքան։ Այսքան շրթներ։ Բայց գիտեք Մինչև մենք Ամերիկայի օդանավակայանից դուրս եկանք դեպի ինքնաթիռ, Լիլթը ծեփի գույն էր, սպիտակ, վախը։ Կյանքիս մեջ այդ ես չեմ կարող։ Այս մեր շրջապատում մենք այնքան այնց լավ իմաստը էր, որ ինքը դա պետք է այդ օրը անի, որտեղ խոսացել էին, որ Լիլջան, այդ մի բանը չես արել։ Կյանքում մեկ անգամ բան գիտես այն մոլերի մեջ մեծ են որ լինում է մի խոսքով էլ որ շրթներ կա որն է այդ մի զամբյուղի մեջ կար երևի մի 3000 շրթներ կել այնտեղից որ մեկն էլ վերցներ ոչ մեկ որոնցից 2000-ը տանելու համար է։ Հա, մարդկա նորմալ տենց ճամպրուկով, պայուսակով, բան նորմալ տենց Get-ready look-ը հավաքած դուրս է գալիս նորմալ դեմքով, ես այդ սրտներքով։ Վայ, կարող է ինձ են նայում, կարող է ինձ են նայում։ Ամեն անգամ Ամերիկա մտնելուց դրանից հետո հա անհանգստանում որ այսօր այդ շրթներքի համար հիշել եմ։ Բայց չէ, դեռ չեն եկել։ Այս Բայց լավ կլինի դեսպանությունը չտեսնի։ Ինչև էս վերջերս։ Չէ, անցել է 7 տարի, կարծում եմ ու խոստովանում ես։ $1 Ես չլինեմ փաստաբան ամեն դեպքում ես։ $1 արժողությամբ իմ շրթներ կա։ Լավ, եթե էլի բաներ հիշեք կպատմեք ընթացքում, կանենք հիմա խաղանք։ Խաղանք թե-թե։ Եկեք։
Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Glovo ընկերությունը։ Հենց հիմա ներբեռնեք Glovo եւ պատվիրեք քաղաքի լավագույն ռեստորաններից համեղ ուտեստներ։ Իսկ եթե շատ զբաղված եք կամ գտնվում եք հեռվում, իսկ ձեր սիրելին այստեղ է, կարող եք նրան անակնկալ պատրաստել եւ նվերներ կամ ծաղիկներ ընտրել Glovo-ի միջոցով։ Եվ եթե օգտագործեք հենց այնպես պրոմո կոդը, առաջին պատվերի դեպքում կստանաք 1000 դրամ զեղչ։ Լիլ Ջան։ Ենթադրենք Վահեն սկսում է նոր նախագիծ հեռուստահաղորդում, բայց պետք է ունենա կին գործընկեր, որին ընտրելու ես դու։ Ում կընտրես։ Հերմինե Ստեփանյան թե Մերի Ներսիսյան։ Հերմինե Ստեփանյան։ Հերմինե Ստեփանյան թե Քնարիկ Զաքարյան։ Հերմինե Ստեփանյան։ Հերմինե թե Ամալիա Հովանեսյան։ Փորձ ունի, էլի։ Ով։ Հերմինե Ստեփանյան, Ամալիա։ Հա։ Հերմինե թե Դիանա Մալենկո։ Դու ուզում Չէ, դու ես ընտրում։ Հերմինե Դու իր կարծիքը հաշվի չես առնում ես։ Հերմինե Ստեփանյան։ Հերմինե թե Անի Խաչիկյան։ Հերմինե։ Հերմինե թե Լուսինե Թովմասյան։ Հերմինե։ Հերմինե թե Աննա Ավանեսյան։ Հերմինե։ Աննան էլ կարա լինի։ Ես նայում եմ օրինակ պրոֆեսիոնալ տեսակետից, ում հետ քեզ կլինի ավելի կոմֆորտ աշխատել։ Ինձ թվում է Հերմինեի։ Էներգետիկայի իմաստով Հերմինեի հետ։ Էլ իրան մի նայի դու պատասխանի։ Հերմինե թե Գոհար Գասպարյան։ Վայ, այ դժվար ընտրություն է։ Գոհարի հետ 114-ում բան ունեինք, ներկայացում ունեինք։ Գիտեմ։ Որ երկիրն էիք ներ։ Իսպանիան։ Պողոսյանի ներկայացում։ Ես Մատադորեի Գոհարը չէ։ Ես էլ եմ մասնակցում։ Նա Գոհար Գասպարյան։ Գոհար Գասպարյան, կասեմ։ Գոհար Գասպարյան թե Նազենի Հովանեսյան։ Նազենի Հովանեսյան։ Եվ վերջին հարցը՝ Նազենի թե Հրաչուհի Ութմազյան։ Նազենի Հովանեսյան։ Նազենի Հովանեսյանը։ Okay, համաձայն եմ։ Իսկ Նազենին ասել եք։ Նազ նոր նախագիծ է սկսում Վահի հետ։ Ընտիր։ Նոր նախագիծ է սկսում, ում կընտրես։ Վահե թե Ավետը չէ։ Всё, պարզ։ Միանգամից ես նախագիծ։ Ես կարող ասել եմ։ Լավ, Վահե, Լիլիթն է սկսում նոր հեռուստանախագիծ եւ նրա գործընկերոջը ընտրում ես դու։ Արտակ Վարդանյան թե Արման Խաչատրյան։ Արտակ Վարդանյան։ Արտակ Վարդանյան թե Էրիկ Անթարանյան։ Արտակ Վարդանյան։ Արտակ թե Մհեր Բաղդասարյան։ Արտակ։ Արտակ թե Հրաչ Մուրադյան։ Արտակ։ Արտակ թե Ռուբեն Մուրադյան։ Արտակ։ Մուրադյանները շատ են քո պարագա։ Քեսուս հետ ինչ կա։ Արտակ թե Արման Մարգարյան։ Արման։ Արման թե Խորեն Լևոնյան։ Արման։ Արման թե Ավետ Բարսեղյան։ Հետաքրքիր կլինի։ Բայց եթերի համար ավելի ճիշտ կլինի Արման։ Արմանը եւ վերջին հարցը Արման Մարգարյան թե Արսեն Գրիգորյան։ Արսեն։ Արսենը հաղթեց։ Հիմա անցնում ենք առաջ եւ խաղում ենք գուշակիր ով է։ Հենց այնպես հաղորդման գլխավոր գործընկերն է Արարատ բանկը, իսկ լավագույն հիշողությունները ծնվում են հենց ճանապարհորդությունների ժամանակ։ Ճանապարհորդությունների համար մեզ հարկավոր է Mastercard World Travel Card-ը, որը ունի մի շարք առավելություններ։ Տարեկան 6 մուտքի հնարավորություն, launch key, ձեր ինչպես նաև ձեզ հետ ճամփորդողների համար։ Տարեկան 1 GB ինտերնետ ռոմինգի հնարավորություն Global Roaming, Mastercard կոնսերժ ծառայությունից օգտվելու անվճար հնարավորություն 24/7 սկզբունքով եւ այլն։ Ճանապարհորդեք աշխարհով 1 Արարատ բանկի Mastercard World Travel Card-ով։ Սկսի, ուզում ես։ Սկսիր սիրելիս։ Կինա։ Ոչ։ Թորստանո։ Մի քանի հատ է իրար հետևից 10 հարցում։ հատ, հա։ Հա, դու ես։ 10 հատ տալիս ես ու վсё։ Մի րոպե, հիմա 10 հատ ես եմ տալի, Հա։ հա, ինչ տղամարդ հա։ Հա, մի հետ, հա։ Նու չնայած այս օրերում կարելի է այդ հարցը տալ։ Հա, այդ հարցը նորմալ է այս օրերին։ Ես իրան սիրում եմ։ Հա։ Ազգությամբ հայ է։ Չէ, չէ։ Չէ, հայ չի։ Չէ։ Ես իրան սիրում եմ, տղա է, հայ չի։ Սխալ եմ ասել։ Չէ, ճիշտ ես, հայ չի։ Բայց շատ երկար պատասխանեցի, դա ինձ տալիս է ինչ որ առիթ մտածելով, որ ինչ որ կապ ուրեմն ունի։ Ինչի հետ, հայերի։ Հա։ Չեմ կարծում։ 4-րդ հարցը։ Մեր ոլորտից, հա։
մեր Լավ, հայտնի մարդ, հա։ հա։ Այն որ ինքն է հայտնի մարդ։ Սպորտսմեն, հա։ Չէ։ Սպորտսմեն չի, տղամարդ է, հայտնի է։ Ես դաժե պատիժդ մտածել եմ, եթե դու հիմա չգուշակես իրան։ Բայց եթե գուշակել առաջարկում եմ այդ պատիժը Ես անենք։ համաձայն։ Տարիքային մեր հասակակիցն է, թե ավելի ավագ սերնդի է։ Մեծ է մեզնից։ Մեծ է մեզանից։ Այս որորդ հարցներ։ 7-ը։ Դու ես։ Մեծ է։ Դու մեծ ես քեզնից։ Մեծ է, մեծ է։ Դերասան, հա։ Նաեւ։ Կարելի է ասել նաեւ։ Ամեն դեպքում ոչ։ Բայց իրան դրա համար չենք սիրում։ Վերջին հարցը լի։ Ոստվոցի, երեխեք, դե տանջեցիք։ Այնտեղ մատ հայլիկ կա կամ գնամ են կողմ գամ։ Դա վերջին հարցն էլ դուր ոչինչ։ Ինչ ասեմ, ճշտի խի է սիրում իրան։ Ինչ եմ ես իրան սիրում։ Տես չես կարա հարցնել։ Ես իրան սիրում եմ, որովհետև Լիլթ, պատասխանս ելնելու է կամ հա կամ չէ։ հասկացա, դե սպասի։ Դու ճշտես որդից է ինքը։ Ինչ հանում։ Դե ոսպես դու հա ու չես պատասխանելու, ո՞նց տամել այդ հարցը։ Դա 1 2 Անգլախոս, հա։ Այո։ Ահա, վերջ։ 10-րդ հարցը հնչեց, անուն հնչեցնելու հնարավորություն միայն։ Շուտ, չգիտեմ, ասացիք դերասան չի, բայց նաև դերասան է, այդտեղ ինձ։ Քո ամենաներից մեկի անունը տուր։ Դե հուշեցի։ Դե հիմա Դե շատ ամենաները շատ են։ Մեմա ինչ ասեմ, այն ասելու է սխալ է ու դրանով անցնելու Մեկ ենք ասեմ։ ամենաներից։ Ինչ հա։ Նայ խնդում եք, հեսա սպասեք վերջանա նկարում։ Ուզում եմ ասեի Դենի Ռոբերտս, չէ, դե հաստատ ինքը չի։ Տենց ասցիր, աստղը ինքն է։ Անուն ասա։ Դե ասացի Դենի Ռո չէ։ Չէ, հանի նայի, մենք ուզում ենք տեսնել քո արձագանքը։ Չեմ ուզում հանեմ նա։ Մի հատ անուն ասա նոր նայի։ Մի հատ էլ անուն ասա նոր նայի։ Իմ ամենաները այնքան քիչ են։ Ահա։ Ինչ Զլատան Իբրահիմովիչն է։ Չէ, սպորտսմեն չի։ Շատ վատ ես ուշել, Շատ վատ հարցեր ես տվել։ Ասում եմ դերասան է, ասում ես նաեւ, ի՞նչ նաեւ։ Բա նաեւ ֆիլմերում խաղացել է։ 8 խաղացել է։ Miles-ն ու վեր։ Բա մանեն էլ հուշեց, խի ուշադրություն։ Ինչ հուշեցի։ Ասես դե չի կարելի ասել։ Իսկ եթե ասել, հիմա որ ծայրից ինքը ծայր ասմունք եմ 3 երկ կարող Էդ է պատիժը, այո։ Չէ, չի պատիժը։ Բայց կարա զանգես ինչ-որ մեկին ասես մի հատ երգեմ լսի։ Լավ, կմտածենք դեռ քո պատիժը հիմա Լավ։ Էլ մի To seize everything you ever wanted one moment։ Հա, ես կցիտեմ ծայրից ծայր։ Իսկ հիմա բահ է։ Տղամարդ, հա։ Ոչ։ Ողջ, հա։ Այո։ Հա։ Դիլ։ Հա, լավ։ Հա։ Ինչ պետք է։ Ոչ մի բան։ Մենք իրար հասկացանք։ Ողջ, հա։ Այո։ Կխեղտեմ, ի՞նչ է հա։ Չէ։ Հուշել ես։ Մի րոպե։ Ես իրան տեսնում եմ Առորիայում։ Ոչ։ Հայաստանում է ինքը։ Այո։ Okay։ Քաղաքականությունից, հա։ Ոչ։ Մեդիայից է։ Այո։ Հեռուստացույց։ Այո։ Հա, մեդիայից։ Դες հուշում եմ, իսկ ինքը մի հատ չհուշեց, ինքը ինձ շփոթեցրեց։ Այո, ճիշտ խաղաց։ Լավ Ո՞նց չխաղաց։ են խաղում մեդիայից է։ Ասում դերասանը, ասում մի քիչ, պետք է ասեիր ոչ։ Այնտեղից կասեի երկիչա, կասեիր այո։ Մեդիայից է կինա, ողջ, հա։ Հա։ 40-ն անց, հա։ Հա։ Սխալ հարց տվի, էլի։ Դու հիմա։ Հետո ինչ եմ ուզում, որ դու հաղթես, հա։ Ես անձամբ ճանաչում եմ։ Այո։ Ինչ եմ, այն միշտ ես քեզ հուշում եմ, միշտ տատիկս կասեր աստիճան դարձա, որ բարձրանաս իմ վրայով քո բարձունքներին ես մնացի։ Սիրում եմ տատիկիդ։ Դե ասա, որ տատիկս ասա։ Ջուլին։
Ինչ հուշենք մի հատ։ Չէ, բայ, չէ, արդեն շատ ես հուշել է։ Չէ, շատ ես հուշել։ Մի տենց կամաց։ Իրանք սաղ ճանաչում են։ Այո, իհարկե, բոլորը։ Լավ, վահե։ Բայց հիմա ես արդեն հուշակած կլինեի։ Կարելի է ասել, որ համեկը առանց իրա չենք պատկերացնում։ Հա։ 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 Շո, արդեն դե ասա։ Տիկին Շլեպչյանը։ Ոտում եմ քեզ։ 10-րդ հարցով հուշակեց։ Բայց դու հուշել ես։ Իհարկե, միշտ է տենց։ Ինչով է հուշել։ Հուշել եմ, մենակ այն ինտոնացիա, որը փոխեցի Կինա, սկզբում։ ասեց այո, վերջ։ Արդեն այդտեղ պիտի ասեի Չեմ առաջ ֆիքսել։ Իսկ դու ովերս ասում էի դերասանը դու Երթվում եմ կրասեի։ չեմ ֆիքսել։ Թող մնա իմ գլխի վրա Տիկին Շլեպչյանը։ Երթվում եմ չեմ ֆիքսել։ Բայց կարծում եմ Տիկին Շլեպչյանն էլ դեմ չէր լինի, որ մենք քեզ պատժեինք ամեն դեպքում։ Հա, եթե ամեն ինչ տանում էր դրան, խնդրեմ։ Հենց այնպես հաղորդման գործընկերն է Step by Step գրուպը, որը միավորում է բարձրակարգ շինարարական նախագծեր։ Նրանց նախագծերից են Շուշի Palace-ը եւ Step Construction-ը։ Թաղամասը նախագծված է հարմարավետ եւ հասանելի միջավայր ապահովելու համար, ներառելով անհրաժեշտ լուծումներ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։ Շուրջօրյա անվտանգության ծառայություն, ինչպես նաև կանաչապատ բակ, զրուցարաններով, ճեմուղիներով, շատրվաններով եւ խաղահրապարակով։ Վստահությունը ձեզնից հուսալի արդյունքը Step by Step գրուպից։ Իդեպ 1100 բնակարանից մնացել է ընդամենը 80 բնակարան, այնպես որ շտապեք եւ ամառը դիմավորեք Շուշի Palace-ում։ Ով է ավելի ենք խաղում եւ բարձում ենք ինչ է կատարվում Խանամիրյանների ընտանիքում։ Ով է ավելի ուշացող։ Մի րոպե, որն եմ ես կանաչ։ Ով է Ավելի ուշացող։ Ով է ավելի վաղ արթնանում։ Ով է ավելի մոռացկոտ։ Ես։ Ինձ թվում է։ Ինձ մոտ դու մոռացել ես որ Լիլիթը մոռացել է որ դու։ Չէ, ես ավելի հաճա։ Ես օրինակ մի 4-5 անգամ աղբի տոպրակը մեքենայի մեջ ամռանը մոռացել եմ։ Փառահեղնից լավ է, Այդ հենց ամենալավ բանն է, որ կարա պատահի մարդու հետ։ Հա, այո։ Չէ, ես 40 աստիճան շոկին։ Ինչ որ բաներ մոռանում եք։ Ես վերջերս մոռացել էի, որ ասա երախոհետերից գնան։ Ով է առաջինը ասել ես քեզ սիրում եմ։ Ով է ավելի շատ սիրում շոփինգ։ Ով է ավելի շատ սիրում հյուր գնալ։ Ով է ավելի շատ սիրում ընկերներին հյուր կանչել տուն, այո։ Ես։ Հյուր ընկալել ընկերներին։ Զզվում ես։ Ոնց են ընկերներս հիմա որ գիտես ոնց է որ դե պատմեմ արագ մի օր վային աշխատանքից գալիս ա տուն զանգել եմ Վահե ինչ պատվիր եմ ուտենք ու Վահեն բարձրախոսի վրա ինձ Լիլ ինչ կուզես իդեպ ասում եմ մեր աշխատակցային մեր ընկերներից Անուշիկն այն աշխատակցությունը մեր ընկերներ դեռ այդքան էլ չէ հա հետո շատ մտերմացանք Անուշիկն էլա երթում եմ բարձրախոսի ինձ հեցի ես էլ դուրս եմ գալի տրից ու դրել եմ ես տունը չեմ վայ կներեք բայց մտերմացաք այդքանից հիմա էլ այնքան շատ ա գալիս Ով է ավելի շատ բողոքում Ես կներեք Ով է ավելի շատ հրահրում վեճեր Կարանք ցույց չտանք Ես չէ, բայց ես համաձայն չեմ Ես սրանց հետ համաձայն չենք, մենք չենք հրահրում Պատահում է Ես, все-таки Լուր բարձրացրու Ով է առաջինը զիջում Դե բարձացրա, հրահրիչ Ով է ավելի շատ տանը լինում Հիմա երկուսս էլ Դժվար ասել հա Ով է ավելի շատ խանդում Ով է ավելի շատ ժամանակ անցկացնում հեռախոսի մեջ Լավ, արդարության համար ես էլ Երկուսդ էլ Հիմա հա աշխատանքային Ով է մասնակցում ծնողական ժողովներին Խառը Մեկ, չէ, ավելի շատ դու Հա, ավելի շատ ես Բայց դու էլ ես գնում Դե վային մի անգամ գնաց այնքան լավ էր անցել Եվ վերջին հարցը ով է ավելի ռոմանտիկ Օ Լիլիթս Չէ Բայց Լիլիթը Ընդհանրապես չէ Այդ կոնը կա Գիտեմ Հա, ընդհանրապես չէ Ներբեռնիր գլովը, պատվիրիր սնունդ, մթերք կամ ինչ որ կուզես։ Ասեք, տեսնեմ, որն է ձեր ամենասիրելի երգը։ Մի հատ Որ ասեն մեկ George երգ Michael Jesus to a Child Rammstein Deutschland Չէ, կասկածում Ամենասիրելի ֆիլմ։
Դարոն Արոնոֆսկու երևի դա դաժան է, բայց Որը։ Ռեկվիեմը։ Ռեկվիեմը։ Ինչ ծանր դեպք է։ Ես օրինակ բանը կասեմ։ Schindler's List։ Հա, շատ լավն է։ Սերիալներ նայում եք։ Ահա։ Ամենասիրելի սերիալ։ Ասա։ Breaking Bad։ Համաձայն եմ։ Հա։ Երկրորդ տեղը կարամ ասեմ։ Game of Thrones։ Չէ, Չէ, Viking։ Vikingներ։ Վերջին սեզոններ։ Չէ։ Դա վերջի սեզոնը ինչի Breaking Bad, որովհետև սերիալ, որի վերջի սեզոնից ավելի շատ է տպավորվում, քան ամբողջ ընթացքից, այդ է եղել։ Սիրելի հայ երգիչ։ Հայկո։ Հայկո։ Սիրելի հայ երգչուհի։ Սիրելի հայ երգչուհի։ Ես բոլորին ինքան դու գիտես, ես բոլորին շատ եմ սիրում։ Բայց ում ասեմ երգչուհիներից, ինչի՞ կա Սոնա Ռուբենյան։ Հա։ Հա։ Քրիստինա Պեպելյան։ Ես շատ եմ սիրում, Անուշիկա Սալավերդյան։ Կա հաղորդում, որը կուզեիք դուք վարեիք։ Հայկական։ Չէ, հայկական էսպային ոչ մի մտքից չի գալիս, ոչ թե որ չկա, մտքից չի գալիս։ Քիչ եմ նայում երևի։ Թեկուզ հին հաղորդումներից։ Դե իմ պարագայում երևի շատ տրամաբանական կլինի, հիմա ես ասացի, բնականաբար Թույլողակը։ Թույլողակ։ Հա։ Ես չունեմ։ Չունես։ Բայց անկեղծ որ ասեմ, ես ֆուտբոլից հետո այ իսկականից չեմ կարողանում ընտրեմ հաղորդում, որ ասեի, այ ես դա կվարեի։ Այդ դրայվից հետո էլի սպորտային։ Ձեր ճանաչած ամենահումորով հայտնին։ Մերոնցից։ Ով ում մենք էլ ենք ճանաչում։ Ֆելոն։ Հա, շատ։ Ուկսը։ Ամենա հումորը Արսենը Գրիգորյան։ Այո։ Էրիկը Կարապետյանը թե լավ մուդի մեջ է։ Այո։ Ինչ եք վերջինը փնտրել Google-ում։ Կամ ինչ եք հարցրել ChatGPT-ին։ Պետքա Հա, նայեք ազնիվ ասեք, էլի։ GPT-ին կվացեմ լավ։ Շատ եք chat-ի հետ խոսում։ Ես Չէ, ես դեպս Ահա, ես ինձ չէ, որտեվ ես ընդհանրապես չեմ օգտվում։ Իմ վերջի բանը հարցումը GPT-ին եղել է, որ prompt գրի իմ համար, որ բանը տան ձևափոխություն անենք։ Նկարել ես սենյակը։ Հա, սենյակը նկարել եմ, հա, ուզել եմ որ prompt գրի, sense ինչ որ բան է ստացել։ Ես խնդրել եմ որ ֆրանսերենով ինձ համար կազմի նախադասություն, որ շնորհակալություն հրավերի համար եւ այս գեղեցիկ երեկոյի merci beaucoup l'invitation, c'est un soir tout simplement incroyable։ Իսկ վերջինը ինչ եք փնտրել YouTube-ում։ Ես կարամ անգիր ասեմ։ Մենք ծնող ենք։ Մեր մոտ բաները YouTube-ի զապրոսները 24/7 Black Train, Tornado, Mushrooms, էլ ինչ։ Talking Tom, Planets։ Այստեղ ավելացրեք նաև Տուտիկ TV-ին։ Տուտիկ։ Այո, մեր մանկական, Այո։ հայկական Մենք կարող ենք մեր բալիկներին, չէ, բալիկին վերել։ Այո, անպայման հաղորդում ենք պատրաստում հատուկ հայտնիների երեխաների համար։ Իսկ երգերից վերջինը եղել է Scorpions-ի Send Me an Angel երգը։ Ես երգ չեմ փնտրել։ Իսկ երգեր ոնց եք լսում։ Ես բանով եմ, Spotify-ով եմ լսում, Lilith-ին։ Ինչ երգ եք ավելացրել վերջինը Spotify-ում։ Չէ, ես YouTube-ում։ Ես նստում եմ մեքենա, միացնում եմ, իրենք ինչ որ այսպես ուժով կպնում են իրար։ Հա, ես կարամ ասեմ, վերջի ավելացրած երգը որն է։ Բանն եմ ավելացրեմ։ Սկրիպտանիտի բանը։ Հա։ Ոնց էր կոչվում այդ տրեկը։ Չգիտեմ, բայց հասկացա։ Այն շատ հայտնի։ Расслабься, то ли отдыхай, ինչ որ տենց շատ։ Չէ, ես իմ YouTube-ում եմ փնտրում։ Այս վերջերս շատ եմ սիրում լավ տարբեր միքսեր լսել, afro music, շատ լավ հիմա տրեկեր կա, էլեկտրոնային երաժշտություն սկսել եմ լսել։ Եվ վերջին հարցը ձեր առաջին celebrity crush-ը։ Eminem։ Էմի։ Դասիկ celebrity են ժամանակ տենց էր։ Eminem։ Շատ տույն ասում ենք առաջ եւ դուք իրար պատժում եք։ Քայլ առ քայլ դեպի հուսալի ապագա։ Step by step group։ Ինչ պետք է անենք։ Մենք քեզ ենք պատժում, որովհետեւ դու չգուշակեցիր։ Ոնց չգուշակեցիր։ Ինչ ուզում անում ենք։ Ոյ նենց եմ ուզում պատժեմ, բայց ոնց բա։ Իսկ հիմա պիտի այստեղ տեղում պատժենք։ Այո։ Զանգի Արտուրին։ Մեր։
Հա, բայց ինչ անենք, նյարդայնացնենք այդ Ոյ Արտուրին չենք զանգե։ Զանգենք Արտուրին։ Ասեմ տնից դուրս ենք եկե։ Մոռացել ենք Միքայելին տունն ենք թողե։ Հա։ Մի հատ գնա շուտ դուրը բացա մտի ներս։ Հա, որ փիս բաներ ասի մեզ։ Դե տուտու կդնի։ Արտուր Մանուկյանը ձեր հարևանն է։ Հա, մեր կողքի շենքից։ Ձեր կնքահայրը, ձեր Միքայելի քավոր։ Ավելի հիստերիայի մեջ գցենք։ Ինչ։ Բայց կարողանաս դեպպես խաղալ։ Չգիտեմ։ Հա, զանգում ենք Արտուրին։ Պետքա զանգես այլայլված։ Դե լավ չէ, չեմ ուզում։ Ինչ։ Վատ բան չէ։ Հասկանում ում վրա է ավելի շատ սիրտը թուլանալու, Անդրեայի թե Միքայելի վրա տնենք։ Չէ, բայց երեխեքին դա տենց։ Հենց այդ է ասում, որ երեխաների վրա չեմ։ Ասեմ տնից։ Լսի, նայ, ուզում եի ասել զանգի ասել Լիլիթը տանից գնացել է, բայց հետո հասկացա, որ կարող ասի, հա ինչ անենք, արի մի հատ գիրի խմենք։ Ու դրանով Արի զանգենք ասենք։ Իսկ բան ա եղել։ Եկեք։ Իսկ ո՞ս լուրջ բան ա եղել, ո՞։ Ոյ, ողեցո կնոցը։ Իսկ եթե զանգեմ ասեմ տնից դուրս եմ եկե դուրը բացեմ թողե գազն է միացրած։ Ասա ընտրի կամ ես կամ Էրիկը Կարապետյան։ Հա, զանգի, ես ուզում եմ։ Ասա ես Չգնդա մի անգամ։ Շատ գնդալու է։ Ասա եթե ունես ժամանակ իր հետ ամեն օր Վատ բաներ կասի խայտարակել չի կարանա դնի։ Ուրեմն think twice։ Ասեք նոր հաղորդում ենք սկսում։ Բանը կատվի դրախտոտ ինչ որ մի բան Լիլիթը պիտի վարի։ Սենց ինչ որ տենց բան, էրոտիկ մի բան։ Մի րոպե, կամ մի հատ ինչ որ հաղորդում նկարագրես, նույնությամբ, որ ինքը ասի, բայց կա տենց հաղորդում, ասես չէ, բայց իմ սկսեց համոզել։ Զանգի մամայի 10 բաժանվել ենք այսպես ֆորմատը լրիվ նկարագրի։ Զանգի ասած սենց հաղորդում եմ ուզում, ես մեջտեղը նստեմ, կողքս երկու հյու։ Ասում եմ, չէ, թող պատասխանի։ Արդ, պրիվետ, ինչ կա։ Պրիվետ, ցավոտ տանեմ դու ասա, ինչ կա։ Խառն է շատ, մի հատ բան կա, ուզում եմ հետդ քննարկեմ։ Եթե շատ շտապ չի, ժողովի եմ դուրս կամ։ Շտապ է պրոստը։ Կներեք էլի, ասա։ Լսի Արտուր, տնից դուրս եմ եկե թափով։ Տենց տնային շորերով առանց ավտո։ Դուրը բաց եմ թողե։ Հետո Լիլիթը զանգել է, ասում է, որ Միքայելը մանկապարտեզ չի գնացել, բայց ես ամբողջ օրը չեմ տեսել։ Սուտ եք ասում, անկապ բան ես ասում։ Ու հիմա չեմ ջոգում ինչ անեմ։ Սուտ բան, սուտ ես ասում։ Սուտ չեմ ասում, եթե տունն ես, մի հատ մտի։ Չէ, տուն է, չեմ ու սուտ եք ասում։ Լսի, բայց մի հատ էլ հաղորդում եմ մտածել, ուզում եմ անեմ անպայման։ Այդ շատ լավ։ Ուզում եմ ուրեմն սենց նստեմ բեմի վրա, կողքս 2 հոգի հյուր լինի։ Սենց հարց չէ, ռայալ չեմ ուզում եմ հարցեր տամ։ Ու այդ մարդիկ բանը խնդալու պատասխաններ տան, ուզում եմ YouTube-ով լինի։ Ինչ ես մտածում, այդ ֆորմատը կաշխատի։ Հրաշալի, ես հասկացա դուք մոտ եք հյուր, ու հասկացա, որ դու Իսկ ինչի դու ամեն ինչ գիտես։ Հա, ինձ թե ստիպում էին, որ քեզ տանջեի, բայց չեմ կարող քեզ տանջեմ։ Արդ մենք չենք ստիպում, ինքը ինքնաստիպվում է։ Աչում եմ դες։ Աչում է։ Լավ, գնա ժողովիդ, հա, չենք կարող քեզ տանջեի։ Հա, չստացվեց։ Ամեն մի հատ ներվը գիտեմ, так что։ Ասում ամեն մի ներվը գիտեմ ձենի։ Լավ, արծի, գնա պակա, գնա ժողովիդ։ Աչում ենք։ Անետաքրքիր է իմ այդպես բաները։ Ասում արաբոդից տանն եմ եղել, չեմ տեսել Միքայելի, դղյակներում ենք ով։ Այդ խնդալու էր։ Լավ, դու ում ես զանգում։ Զանգի Հեմոին։ Ասա ես ու Մանեն նստել ենք, գժական բան ենք մտածել քո Վահեի համար։ Չէ, զանգի Հերմինեին, ասա պրոյեկտ եմ սկսում։ Ու իր պրոյեկտը պատմի, ասա ուղղակի որ նման, մի քիչ նման են իրար ու դեմ չես, չէ։ Շատ խնդալու կլինի։ Ասա ուզում եմ տուն կանչեմ։ Հրավիրեմ։ Ուտելիքներ սարքեմ, հարցազրույց անեմ։ Բան պարզա նույնը չի լինի, բայց ամեն դեպքում ճիշտ գտա քո այդ խոսամը։ Իսկ ինչ ես չունեմ Հերմինեի համար հələ դոր։ Բարձրացրած։ Դերասանական խաղն է։ Алло, Հեմ, պրիվետ։ привет. Ոնց ես։ Լավ, ով։ Մուրադյան Լիլիթը լավ կլիներ համանուն ունենայիք, բայց։
Պրիվետ, կյանքս, հա, կյանք ասար։ Ոնց ես 5 րոպե կարաս ինձ տրամադրես։ Հա, լիճան։ Հե, մի հատ սենց գաղափար ունեի, ուզում էի նաև քեզ հետ էլ կիսվել։ Գիտես, որ հիմա համացանցում շատ տենց բավականին ակտիվ են էլի իմ ռիլերը, իրանց դիտողականությունը եւ այլն շերերը։ Ու ոնց հասկանում եմ, ամեն դեպքում ֆուդ բլոգինգը բավականին մեծ աղբատ է հավաքում հիմա, այսինքն մարդկանց հետաքրքրում է էլի ինչ շեփել, ինչ անել։ Ու գիտես, հիմա տենց ուզում ենք հյուրանոցում տենց ֆորմատ սկսել, հարցազրույցներ ու նաև կերակուր պատրաստել։ Ուղղակի մտածեցի, որ մի քիչ ֆորմատով մոտ է քո արած աշխատանքին։ Որ տենց խնդիր չի առաջացնի, չէ, շահերի բախում։ Փակի ես անեմ։ Լսի, դե չէ, լիճան, չեմ կարա տենց բանի մեջ մտնեմ, ասեմ, վայ, գիտես շահերի բախում եմ եւ այլն։ Ամեն ինչ ունի աուդիտորիան, այդ չի նշանակում, որ ես անում եմ, ձեզ պիտի չնայեն կամ ձեզ նայեցին, ինձ չպիտի նայեն։ Հա, ես էլ եմ այդ կարծիքին։ Հա, ես վարում եմ, տենց հետո թիմ ունենք։ Հա, բայց տենց խոհանոցային ֆորմատ է լինում, հա, ու տենց Հյուրերը գալիս են, քո հետ պատրաստում են։ Չէ, իրանք տենց ուղղակի գալիս են, ես իրանց հյուրասիրում եմ։ Ու նկարում եք ոնց է պատրաստվել։ Հա, հիմա այս պայն շեշտավլի շատ դրել եմ արևելյան խոհանոցի վրա։ Ատե միակ անդուր բանը քո համար լինելու այն, որ ասեն բանը, Հերմինեին կրկնում են։ Այդ է, եթե դու օքեյ ես դրա հետ, որտեղ տենքա դիտվելու, այնա ինչքան է մասկանց բացատրենք, որ ժողովուրդ ջան, այդ Լիլիթն է, այդ Հերմինեն անա, հյուրանոցան ատունա, այդ վերաբերմունքը կարա լինի։ Դե հա, բայց հիմա տենց որ բան լինի, ոնց որ ես իմ նույն այդ get ready-ները, որ ես անում եմ, հիմա այնքան մարդ է անում ինձանից հետո։ Դե ուզեմ ասեմ, պետք է օքեյ լինես դրա, եթե դու այդ Այսինքն քո նախագիծը դեռ շարունակական բնույթ է կրելու։ Անպայման։ Հա։ Հասկացա։ Եվ շատ երկար։ Շատ լավ։ Հա, կարո՞ղ մի քիչ ուրիշ բան անես, Լիլ, գիտես ինչ արա, մի ժամանակ օրինակ շատ ակտիվ էր, մարդիկ գնում էին, պատրաստում էին, հետո բոլորը քանի որ հոգնեցին այդ պատրաստել։ Լսի, ես ուղղակի որ շատ եմ եղել տենց այդ բարեգործություն, հետո սպորտը, այսինքն տարբեր ֆորմատներում ինձ ավելի ասոցիացնում են տենց սուր հարցազրույցներ կամ fashion, ինձ օրինակ չեմ պատկերացնում մարդիկ, որ ես նաև կարող եմ շատ լավ պատրաստել, նույն ինքը էփել թափել, դրա համար հիմա տենց որոշել եմ դաժե իմ լուքն եմ մտածել, որ ես տենց լրիվ կուխարկայի տեսքով եմ լինելու, տենց հագնվելու եմ ու պատրաստելու եմ մի քանի բան ու հյուրերից տենց ուզում եմ իրանց հետ նաև բացառիկ հարցազրույցի ֆորմատ անեմ։ Ուզում եմ նույնիսկ քեզ էլ անպայման հյուր կանչեմ։ Լսի, կարող մի քիչ գիտես ինչ անես, Լիլ, որ քեզ էլ հավես լինի, իրանք էլ հավես լինի, նույն բանը շատ չլինի։ Ինչ որ մի քիչ փախախոտ բան արա էլի, այսինքն գիտես ինչ կարաս մտածես դաժե։ Նայ, դες կարող ենք մի հատ հանդիպել նույնիսկ քննարկել։ Իմ համար նաև շատ կարևոր։ Ինչերը։ Համարները։ Հա, դե չէ, այտենց իրականում location-ը զուտ վերցրել ենք, որ տարածքային մեծ լինել, ոչ թե խոսենք այդ տեղի մասին։ Այսինքն իր գաղափարը ուղղակի ուտելիք, տարբեր կերակրատեսակներ պատրաստելն է եւ հյուրերի հետ հարցազրույցը ու իրենց հյուրասիրելը։ Հա։ Եթե դու օքեյ ես, ասում եմ, այդ խոսակցությունը լինելու է, եթե դու դրա հետ օքեյ ես, ես խնդիր չեմ տեսնում, որովհետև եմ որ ասում եմ, չեմ ասեմ, չէ, գիտես Լիլ մի արա, այդ իմ հաղորդումն է։ Հա, դե չէ, ամեն դեպքում։ Հա, իհարկե։ Բայց համեր զանգեցի, բայց բանա, ես կուզենայի ավելի յունիկ բան, այդ բան ես սկսում, հավես բան ես սկսում, որ քեզ էլ օգտակար ավելի լինել։ Հա։ Ես եք կմտածում այդ ֆորմատ։ Ալո, հա։ Արմդինի ավելի չկրկնվող լինի, որ քեզ էլ հետաքրքիր լինի։ Մերսի շատ, մերսի շատ կոլեգիալ լինելու համար, շնորհակալ եմ անչափ։ Մի վարքյան հեմ ջան, հա։ Օգնեմ, եթե ինչ-որ բան կա, որ կարամ պատժկա անեմ, ձեն հանի։ Չէ, մենակ քանի որ զանգել եմ եւս 1 րոպե ու ավել ժամանակ բան չեմ անի, մի հատ հա պրոդյուսերին էլի հաղորդման փոխանցեմ։ Հեմ, պրիվետ, Վահենա, ես եմ անելու այդ հաղորդումը։ Հա, շատ։
Հեմ, լսի, в общем, լավ բան ենք մտածել, բայց ուզում ենք որ դու քո բլոգը փակես, որ մենք անենք։ Հա, լսի շատ լավ իդեա է, շատ։ Բայց լրիվ լուրջ եմ ասում։ Իմը փակեմ։ Լսի, եկեք փակենք։ Давайте։ Եկեք փակենք։ Բայց ես ամսական ինչքան գումար պետք է տաս դրա համար։ Հա, դե սպոնսորների։ Ապաստան շահութաբեր է, արժի մտածել։ Դիտեք ինչով կարամ օգնել։ Հե, մենք ուզում եմ ասեմ, որ մենք քեզ շատ սիրում ենք, ժամանակից խլեցինք, որովհետև մանեն իր մոտ հյուր ենք, մեզ պատժել է։ Մեզ պատժել է, մենք վատ չար փիսփիս բաներ ենք անում մեր ընկերների նկատմամբ։ Բայց իրանք են իրար պատժել էլի։ Դե ինձ դու ես պատժել, դու ասեցի։ Պաչիկներ հեմջան։ Շատ կոլեգիալ ես, Հերմինե, ես կարճ կոնկրետ կասեի, ես անգրկնելի եմ գտնեի։ Մերսի կոլեգիալ լինելու համար, կզանգեմ կխոսանք։ Բրեկ ժողովուրդ, այսքան էր իրականում վերջում նաև մեր գործընկեր Արարատ բանկի կողմից ձեզ փոքրիկ նվերներ եւ այո աշխարհով մեկ լիքը ճանապարհորդություններ եմ մաղթում այս տարի եւ առհասարակ։ Կգնանք մի Ինչ ավես է, թագերը։ Այս տեսնում Հա, իմիջերով անձնագրերի պատյաններ կան եւ անակնկալ յուրաքանչյուրին որևէ երկիր է ընտրված։ Օ, իմաս Փարիզն է, Ֆրանսիա։ Հա։ Իսկ քոնը դա նշան է թե ուր եք գնալու այս տարի։ Վիզաներն նոր ենք թարմացրել։ Ահա, Փարիզ ես գնալու։ Ինչ ա լիլ։ Ես գնում եմ տատիկիս կողմերը։ Եգիպտոս։ Եգիպտոսը։ Հա, էլի լավ։ Ձեզ մերսի որ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար, հավեսեր չգիտեմ ինչքանով եթերից խնդալու կլինի, բայց լիքը ճանապարհորդություններ, լիքը երջանիկ տարիներ միասին ու այս սիրո շաբաթը չէր կարող անցնել առանց ձեզ։ Այո, Ինչի շնորհակալություն։ նշանակում է շատ սեր եմ ձեզ մաղթում։ Մենք նույնպես մաղթում ենք շատ սեր բոլորին։ Այո, բոլորին։ Իսկ ձեզնից սիրելի հետևորդներ մենք սեր ենք ստանում, եթե դուք բաժանորդագրվում եք եւ հետևում եք ամեն 5 շաբթի հենց այնպեսի։ Խնդրում եմ մի հուշեք։ Բայց մենք շատ ենք նայել ձեր թողարկումները, Մանե ջան, լիքը լավ է հարցեր են դանի բաներ են։ Հա, բայց ցանկալի է դուք խաղաք թողարկումը վերջն էր։ Մի հուշեք նաև։ Մի հուշեք, այս ձեր ռեակցիաները արդեն հուշումներ են։ Հա, պատժենք։ Ես բայց տենց շատ բան չեմ։ Ես քո առաջի celebrity crush-ը Էմին էր։ Ոչ եմ զանգելու Լոս Անջելես։ Զանգի, սերը ժամ չի հարցնում։ Զանգի Երիկին Կարապետյան, ասա այլևս չտեսնեմ, որ դու Արտուրենս տուն գնաս։ Չէ, ախպեր, չէ, մի դեպե։ Դե չէ։ Դու շատ վատ ես ինձ ուշը։ Լուրջ շատ։ Հա, ես քեզ գիտեմ, հա։ Որ գիտես ինչ ես ամ, մոլորության մեջ, ոնց որ ասեմ, ասես ես անձամբ ճանաչում, ես ասեի չէ։ Բարձր չէ, որ այս վեճը տանը շարունակվելու է։ Հա,